Իսկ արդար է, որ նախարարները 7 միլիոնով պարգևատրում են, 1 միլիոն աշխատալ արդեն տարի։ Ես ուզում եի վարչապետին կամ զանգեմ, կամ նած նամակ գրեմ, որ այդ ոնց է այն աթոռմաշողները 7 միլիոններով պարգևատրել են ստանում, իսկ զինվորական թոշակառուները այնքան չեն ստանում, որ իրանց մինիմումը ապահովեն գոնե, կամ ընտանիքին օգտակար լինեն։ Չէ, բայց որ արած գործնալ արդար։ Չէ, ես դեմ եմ ամեն մի քայլին ինչ որ հիմա կատարվում է։ Իմ ինչին է պետք 10 մանեթ, ես երրորդ կարգի հաշմանդամ եմ, ստանում էի 70,000 ռուբլի թոշակ։ Իմ թոշակը կտրեցին, տղաս երկրորդ կարգի հաշմանդամա, ստանում էր 20,000 ինքը կոմպենսացիա ստանում կտրեցին, թողեցին 4 անչափահաս երեխա տանը, ինքը անաշխատունակ, աշխատող չկա տանը, հիմա ես ինչ ասեմ, ասելու բան չունեմ։ Երկրորդ կարգի հաշվանդամին չեն կտրել։ Ես շատ գիտեմ չի են կտրել։ Չեք դիմել, չեն պատասխանել, չեն կտրել։ Դե չի դիմել, երկու անգամ ես տեղ գրել եմ, ոչ մի պատասխան, ոչ մի բան։ Դե կարդում եք ամեն ինչ էլ իմանում եք, բայց չենք անում։ Մարդենք մեկել են հաց են քետում, ավտոբուսներում պիրաշկի չեն կուտում, մեր տներում ենք նորմալ նստում ուտում։ Դա արդար չէր, դա կտեր քասիպների, որոնք փողի կարիք ունեին, դա դրանց կտեր, ոչ թե ասեն կտեր դեպուտատների։ 10,000 դրամը դա սուտի փողը, եթե ուզում ես ճիշտ իմանաս դա սուտի փողը։ Դա պետք է ամենակիչը 50% ավելացել էր, որը հիմիկվա շուկայի գների հետ համապատասխանել էր։ Բայց չկա, չեն տալի, ունեն, վերասես չունեն ունեն, բայց չեն տալի։ Լսել եմ բարձանում, 10,000 դրամա, 10,000 դրամն ինչ է, իրանք $100 ու սանձերնոցի կտեղ են օգտագործում, 10,000 դրամն ինչի տամ, դեղին տամ, ես ինչ, իմ որդին երիկամային հիվանդա, 37,500 դրամ թոշակաստանում, իսկ նրա միտուպ կալի դեղը արժի 38,000 դրամ, 500 դրամ էլ պետք է պարտկանի վրեն տնի, որ այդ միտուպ դեղն առնի, դա ճիշտ չի։ Ես գիտես ինչ կասեի, ես կասեի ամենաբարձր աշխատավարձը Հայաստանում պետք է ստանա սալդատը, որ անձրևի տակին, ծնի տակին ավտոմատ ծրին սահմանը կանգնած է, եւ նա շատ չնչին փող է ստանում, 170, 160, այն է որ տրանսպորտի ատալի, որը ուտելիքի ատալի, տակին մի 100 մայթ փող է մնում, մի պահակի փող է մնում ընդամենը, բայց սահմանը պահողը, որ մենք հանգիստ ենք քնում, սալդատն է։ Էղորմածիկ Վազգեն Սարգսյանը գիտես ինչ ասեր աթոռի մարմիկ կռվել, աթոռը տեղը տնելու համար կռվեցեք, որտեղ լիզեր աթոռը ցած տնեք։ Ճիշտ էր թե ոչ, նա ճիշտ էր, նա ճիշտ տղա էր, եթե նա կենթանի էր Հայաստանի վիճակը այսպեսին չէր։ Մեր չի դիտալ, ինչ անենք, մեր քիչ էլ տալիս է, 40,000 թոշակ եմ ստանում, կդառնա 50,000։ Իսկ ինչքան պիտի բարձրացներ թոշակառուի թոշակը, որ թոշակառուն նորմալ ապրեր։ Չգիտեմ, մի 100 պետք է լի, որ միայնակ եմ, կարողանամ ապրել։ Դա իր ազնագազմի թոշակն է շատ ազբանն, պարգևատրումներ, իսկ մերպես ժողովրդի, որ սա կյանք աշխատել են, այս պետության համար զրո է։ Դժգոհ եք 10,000-ի չախտիկ չասկացա։ 10,000 եղա, չեղած, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Երեխեքի համար շատ մերկատ կոնֆետ առնենք էլի, դա մեր կոնֆետ։ Չէ, դա вообще արդար չի։ Սաղ է մարդի սաղ է, դա արդար չի ընդհանրապես։ Օրինակ ես աշխատում եմ, համ թոշակ եմ ստանում։ Ասկացու էլի բայց բարգերը մեր տքում են։ Չեմ կարող էլի ստանալ։ Ինչ անեն։ Էլի որ քիչ է, էլի ասենք 50 ստանում եմ թոշակ։ Ինչ անեն դրան։ Էլի որ մինիմալ մի 100 լի կարաս կոմունալ նորմալ ապրես։ Դա լավ չէ, ոնց ասեմ ինքը դա ճիշտ չի, մոչե մեծ ասենք ինչ պետք անի, ինքը չգիտեմ, ինքը ճիշտ չի վարվես, թե զդրուցը համար է տրուզ, բայց էլի որ շատ է քիչ, եթե մինիմալ շինի գոնե 100, ժողովուրդը կարողանել ապահովել բանկերը, սա վատ վիճակը սա լարվա, սա ժողովուրդը նույն ագրեսիվ էր լինի, առաջվա կյանքը չի լինի, ոնց ասեմ, ոտի այդ բանը բարձրացնի, որ համ կարանաս թեկուզ Արատուր անես կախիկով, կեսր է, ոչ թե 10 մայթով, ինչ անես, 10 մայթով, ինչ անեմ ես։ Ասում է, որ 10,000 դրամ ես բարձրացրել եմ
Ինչ ես անելու։ Խոսքը օրինակ ինձ էլ ավելաբերվում։ Ես ամեն դեպքում նրան ինչն է հետաքրքրում, որ այդ հարցը տալիս է այդ ստացողի վրա 10,000 ինչ ես անելու։ 10,000 մտամ փողաստեղ, այս պետությունում մեկ էլ ինչ անելու։ Երկու օր կարող է փորը կուշտ հաց ուտի։ Բայց մարդ կա, որ ժամը 10 փող չի համարում։